ամենահպարտ, ամենալավ ազգը դա հայն աշխարհը։ Շրջանառության հարկի բարձրացումը կասեցնելու պահանջով են այս մարդիկ կրկին հավաքվել կառավարության դիմաց։ Նրանք արդեն մի քանի ամիս բողոքում են հունվարի 1-ից ուժի մեջ մտած շրջանառության հարկի կրկնակի բարձրացումից։ Չեն խանգարում անգամ եղանակային պայմանները։ Ամենաթույլ օղակը բանն էր, գերփոքր բիզնեսներ, ամենախափող օղակը գերփոքր բիզնեսներ։ Ասենք խոշոր բիզնեսը չի խափում, բայց իր շահութարկը 20%-ից 18% են իջացնում։ Որտեղ է լոգիկան, էլի։ Վարչապետի դուրը եկած փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները որոշման կասեցում են պահանջում։ Նրանք որևէ այլընտրանքի մասին չեն էլ ուզում լսել։ Դիտես մի մատանը գրամը վաճառեմ 40,000 դրամ դու կառնես, շուկա մարդիկ մտնում գնում են, ամբողջ շուկաները կանգնած են։ Ես հասցնում եմ 120,000 տեղի փող, 5,000 հաշվապայությունը, 10,000 հաշվապայություն, 5,000 ՀԴՄ-ի բանկային աշխատաբանն է, սպասարկումն է։ Շրջանառության հարկը 5-ից 10% բարձրացնելու որոշումը միայն փոքր ու միջին բիզնեսին չի հարվածում, ասում է աուդիտորների պալատի նախագահ Նայիրի Սարգսյանը։ Մոնոպոլիային են զարգ տալիս, իսկ մոնոպոլիա առաջացնել տնտեսական համակարգում, դա նույնն է, ինչ դիկտատուրա առաջացնել քաղաքական համակարգում։ Մոնոպոլիան էլ հանգեցնում է տնտեսական քաղաքականության տապալման, աղքատության բարձրացման, գործազրկության աճի, գների թանկացման։ Փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները չգիտեն դեռ ինչքան պետք է գնան ու գան, որ իրենց հարցին լուծում տա Փաշինյանի իշխանությունը։ Նոր պլանով են փորձում արժանանալ նրա ուշադրությանը։ Ավելի լավ է մենք կանոնակարգված, չգիտեմ, 5 օր, 3 օր կամ 10 օր, դա արդեն ընթացքը ցույց կտա։ Համատարած գործադուլի գնանք եւ կարողանանք իշխանությունների վրա ներազդենք, որպեսզի իրանք գնան պահանջների կատարման։ Կառավարության դիմաց հավաքված ցուցարարներից շատերը պատրաստ են ոչ թե 10 օր, այլ 1 ամիս փակել իրենց բիզնեսի դուռը, մինչև կառավարությունն իր դուռը բացի իրենց առջև։ Ես մի բան եմ հասկանում, որ էսի լրիվ պայմանավորված, ծրագրված, իրանք ամեն ինչ ուզում են անեն, որ փոքրն ու միջին բիզնեսը վերացնեն, մնան իրանք մեծորով, մեծահարուստներով, լինի խոսքի իրանց առևտրի խանութը, լինի իրանց ոսկու շուկան, լինի մենակ իրանցը։ Շրջանառության հարկի կրկնակի բարձրացման որոշումը եւ Փաշինյանի իբրև լավությունը, թե կրկնակի հարկ չվճարելու համար առևտրականները պետք է հատառհատ գույքագրեն վաճառվող ապրանքները, կարող է մեծ արտագաղթի պատճառ դառնալ, պնդում են ցուցարարները։ Եթե չունենան աշխատանք, ինչ պետք է անեն կամ երկիրը պետք է թողեն գնան, սենց ավելի հեշտ է լինում իր գործը։ Ստեղ արդեն քաղաքականության բան եմ ասում, որ ինքը իր Ալիևի ու Էրդողանի հետ իր գործերը անում է։ Սա ինքնասիրության հարց է, որ մեզ հիմարացնում են։ Ես ամեն օր ասում եմ, ես վիավորվում եմ, որ մեզ այսքան ցածր մակարդակի են հասցրել։ Ապրիլի 30-ին ազգային ժողովում հանդիպում է խոստացել իշխանությունը, այս մարդիկ հույս ունեն, որ դա կլինի վերջին հանդիպումը, սակայն այս անգամ մարդկային ու ճիշտ որոշման ընդունմամբ։ Հարգելի կառավարություն, մի անգամ մարդկային եղեք եւ ճիշտ որոշումներ կայացրեք։ Կասեցում։ Աննա Գյուլնազարյան եւ Հարություն Մաթեոսյան, Հայլուրի համար։